Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալը շարունակում է հիացնել հեռուստադիտողներին իր զգացմունքային, դրամատիկ ու ինտրիգներով լի զարգացումներով, սյուժեն խորանում է, հերոսների հարաբերությունները դառնում են ավելի բարդ։ Իսկ ամեն սերիան լի է լարվածությամբ և անսպասելի շրջադարձերով։ Սերիալի կենտրոնում կանգնած են Մարիան, Դավիթը, յուրաքանչյուրն իր ճակատագրով ու պայքարով։ Մարիան ուժեղ, խիզախ և պայքարող կին է, փորձում է գտնել իր երջանկությունը չնայած անցյալի ցավերին։ Դավիթն անկեղծ ու նվիրված է, դեռ չի կարողանում հաղթահարել իր վիրավորանքն ու հիասթափությունը, հատկապես վերջին պահին նա Մարիային տեսնում է այլ տղայի հետ։ Իհարկե, նա նույնիսկ չի կարող կռահել, որ Մարիան ընդամենը իր գործն է անում։ Իսկ այդ ընթացքում Ռաֆը շարունակում է խանգարել նրանց, փորձելով օգտագործել իրավիճակն իր շահերի համար։ Օֆայի կերպարը արդեն ներկայացվում է որպես զոհ, որը հիշողության կորստով ու մեղքի զգացմամբ նորից փորձում է վերագտնել իրեն։ Ռուբենն այս ընթացքում խառնվել է իրար, հայտնվել Օֆայի ու Նոնայի միջև, չիմանալով, թե ինչպես պետք է վարվի։ Սկաբուլը, չնայած դժվարություններին, սկսելու է ընդունել իր արմատները և քայլ առ քայլ մերձենալ ծնողներին։ Սերիալը վեր է հանում ընտանեկան արժեքներ, մաքրություն, սեր ու ներողամտություն։ Բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ սցենարը գնալով հասունանում է նոր շրջադարձի համար։ Հնարավոր է նոր գաղտնիքներ բացահայտվեն, նոր դերասաններ միանան և ամեն բան փոխվի։ Մի բան հստակ է՝ Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալը պահպանում է իր բարձր մակարդակը, մնալով հեռուստադիտողների սիրված հեռուստասերիալներից մեկը։ Իսկ դուք դիտեք տեսանյութը, որը պատրաստել ենք հատուկ ձեզ համար նկարահանման հրապարակից, չմոռանալով գրել ձեր կարծիքները սերիալի, սերիալում նկարահանվող դերասանների և իհարկե կերպարների մասին։ Գրեք, թե որ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում ձեր գրառումներին։ Շատ շուտով շատ հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու, որոնք փոխելու են հեռուստասերիալի ընթացքն ամբողջությամբ։ Մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք ինչ գաղտնիքներ են բացահայտվելու։ Որտեղ ստորի անեմ։ Ասնեմ ընդեղ։ Անսպասելի զարգացումներ։ Ընդեղ շներ կլնեն։ Ընդեղ շներ։ Ощущение, որ քաղաքից դուրս ես, արևը շատ ուժեղ է աշխատում, շատ մեծ փուկ ազարագույն։ Ապարատունս գնանք ֆոտոսեսիա անենք, ծոմն ուրա, մի կամերային նկարում, սաղ ստորի եմ անում ով։ Բեկալ ենք գնանք ֆոտոսեսիա ընթարնենք։ Եթե այդպես բան ենք անում, արագ։ Քանի րոպե եմ ազատ։ 2 կհասցնենք։ Օրվա առաջին կեսը այս մի հոգավորի հետ եմ նկարահանման։ Երկրորդ կեսը կարող է գնա ինքը։ Այն ուսկ կեսը կհասկանամ, հետ կլինեմ նկարահանում։ Չես գնում։ Նա։ Հետարի։ Ինքն էլ այկել։ Ուզում ես ծրեի, հա։ Այսօր գիտես ինձ ինչ հարց են տվել։ Ասել են նշանված աղջիկ ես, խես գնացել նախկինիդ հաղորդմանը։ Ասեմ ավելին, այսօր մի քանի ժամից սպասեք երկրորդ մասը։ Հուսամ են ռուսների պահը ջնջել ես։ Այսպիսի տուն եմ ուզում ես։ Չէ, շատ բան է, կոլորիտնի է իրականում ես մեր սյոմիչնի գրուպայի տունը։ Խապլան, Բաբկենին իմիջալոց շատ եք սիրում, ժողովուրդ ջան։ Հիացեք Բաբկեննա։ Վայ, են մարդը, որ մեզ գեղեցկացնում է, բարև Սեդա ջան, բարև, ոնց ես, լավ ես։ Լավ։ Իպր իմացել ես, չէ, գիտես խնդիրներ ունեմ։ Դե ինչ, մեզ լավ որ և բարի ախոժակ։ Ընկերներ, ողջունում եմ ձեզ։ Ես հիմա գտնվում եմ նկարահանման հրապարակում։ Կարելի է։ Այո, իհարկե բարև ձեզ։ Վաղ, մեր սիրելի Դավիթը և Անուն։ Բարև, մենք Բաբկենին շատ ենք սիրում։ Մենք ձեզ ենք շատ սիրում, իմ հետևորդները ձեզ շատ են սիրում։ Լավ երեք, ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն։ Վայ, ապրես։ Կդժվարանամ պատասխանեմ, կուզենայի դրական թե բացասական կերպար խաղայի, ավելի շատ կուզենայի ինչ-որ Թամսիձերսկի կերպար խաղայի, բայրի կերպար խաղայի, եթե միշտ ուզեցել եմ ես, բայց իմ կարծիքով բացասական կերպարները ավելի բարդ են խաղալը,
պատասխանեմ կուզենայի դրական թե բացասական կերպար խաղայի։ Ավելի շատ կուզենայի ինչ-որ տանցի ձերսկի կերպար խաղայի, բայրիկ կերպար խաղայի, եթե միշտ ուզեցել եմ ես։ Բայց իմ կարծիքով բացասական կերպարները ավելի բարդ են խաղալը, քան դրական։ Ես այդպես եմ կարծում։ Սկզբում երբ նոր նկարվում ու ինձ հարցնում էին Լիլիթի կերպարը ինչով է նման ինձ, ես ասում էի, որ մենակ արտաքինն է, որովհետև Լիլիթը շատ քայլեր էր անում, որը որ Սյուզին չէր անի։ Բայց հիմա Լիլիթը գնալով նմանվում է Սյուզիին։ Իհարկե կա եւ հեռավորության վրա եւ տարիքի հեռավորության վրա, քանի որ սերը ոչ ոք չի հասկանում։ Ուիրա։ Իհարկե կտեսնեք, որովհետև կինոարտադրությունը, նկարահանումները իմ համ հոբին են, համ մասնագիտություն, որը ես ապագայում պատկերացնում իմ տարերքն է այդտեղ ուղղակի ես չեմ պատկերացնում ինձ ոչ մի ոլորտում, ոչ մի։ Երբ որ սիրում ես, յուրաքանչյուր զգացողություն նորմալ է, հատկապես սա։ Բայց ես ուղղակի խորհուրդ կտամ լավատես լինել, հույսը լինել Աստծո եւ ճակատագրի վրա, որովհետեւ այն ինչ տրված է ձեզ, դա էլ կլինի։ Եթե պետք է որ դուք մոռանաք, չսիրեք, դա կլինի։ Առանց ինչ-որ ավելորդ ուժ եռան ներդնելու այդ ամեն ինչի մեջ։ Դա կստացվի ավտոմատ եւ ձեր համար շատ անսպասելի կերպով։ Մի օրվա կարտնանաք, որ այսպես մեծ չրթիկ կլինի, ու կհասկանաք, որ վերջ ոչ մի բան չկա, դատարկ է։ Բնության հրաշքներից մեկը այս ձյունն է, ու շատ սիրում եմ ես ձյուն ու ձմեռ, կարող է նրանց է, որ ես հունվարին եմ ծնվել, հենց ձմեռվա մեջտեղին, հունվարի կեսերին, ու ես շատ սիրում եմ ձյունը, ու մտածում եմ, որ ձյունը պետք է մաքրի բոլոր կեղտոտ մտքերը, չարիքները, ջերմակ ձյուն, թարթիշներից վրա էլ անստում, շատ սիրում եմ, այսօր իմ օրն է, այսօր ես պետք է ուրախանամ, ոչ մի գործ, ոչ մի աշխատանք։